Այն ինչ որ այսօր խոսալու է, միգուցե շատերիդ համար կհնչի շատ պարզ, շիտակ, հասանելի, այդպիսի քարոզչություն է այսօր Տերը իմ սրտում դրել, որ ես գամ եւ խոսամ ձեզ սիրելի ժողովուրդ։ Եվ դուք որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, որոնցով մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ ման էին գալիս, մեր մարմնի ցանկություններում, մեր մարմնի մտքի կամքը կատարելով եւ բնությամբ բարկության որդիկ էինք, ինչպես ուրիշներն էլ, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ եւ իր շատ սերի համար սիրեց մեզ, երբ որ մեռած էինք մեր հանցանքներում, մեզ կենդանի արեց եւ Քրիստոսի հետ մեզ փրկեց, մենք շնորհքով ենք փրկված։ Ամբողջ ավետարանը ներկայացված է այս հատվածի մեջ։ Մենք մեռած էինք, ինչպես բոլորն էլ, մենք բոլորս մեռած էինք, Սուրբ Գիրքն ասում է սերներ արդար չկա եւ մի հոգի էլ չկա։ Չկա մեկը, որ կարող է Աստծո առաջ կանգնի իր արդարությամբ։ Չկա մեկը, որ կարող է Աստծո առջև կանգնի եւ իր գործերի միջոցով ինքը փրկված լինի։ Աստված ինքը որոշեց մեզ փրկի։ Աստված ինքը որոշեց եւ գրված է, որ դուք շնորհով եք փրկված։ Շատ լավ հասկանում ենք ինչ բան է շնորհը։ Շնորհը մեզ ձգել բերել աստեղ, սիրելիներ։ Շնորհը մեր միշտ մեր անարժանությունը, մեր ոչինչ լինելը միշտ մեր աչքերի առջև է։ Որօրը որ մենք մեր ոչինչ լինելը, որօրը որ մենք մոռանում ենք, թե մենք ով ենք եւ այսօր ով ենք դարձել, ինչ որ բան են չի սիրելիներ։ Պետք է գնալ նորից Տիրոջ մոտ, նրա մեծության մեջ տեսնում ես քո ոչնչությունը։ Ասեք, որ Աստված մեծ Աստված է։ Աստված փառավոր Աստված է։ Սիրելիներ, անհասկանալի է նրա մեծությունը։ Ասում ենք Աստված ամենուրեք է, փորձում ենք ընկալել, բայց սա էլ չենք կարող հասկանալ։ Դավիթն ասում է իմ համար անհասկանալի է այս գիտությունը։ Ուր գնամ քո հոգուց, որտեղ էլ որ գնամ դու այնտեղ ես։ Երկինք բարձրանամ դու այնտեղ ես։ Մինչև երկնքի ինդերքն էլ իջնեմ, էլի դու այնտեղ ես։ Որտեղ էլ գնամ քո աչքերը տեսնում են ինձ։ Մեր Տերը փառավոր Տեր է։ Եվ այդ Աստված ինքը որոշեց մեզ շնորհքով փրկի։ Սուրբ Գիրքն ասում է, որ շատ կերպերով Աստված խոսած ժողովրդի հետ։ Շատ կերպեր Աստված ձեռնարկեց, որպեսզի ժողովրդին փրկության տանի։ Բայց գրված է, որ վերջին օրերում նա խոսած մեզ հետ իր որդու միջոցով։ Այսօր ուզում եմ խոսալ հաշտության պաշտոնի մասին, հաշտության ծառայության մասին։ Այսօր ուզում եմ խոսամ մեր բոլորիս ծառայության մասին։ Եթե դուք ձեր ծառայության տեղը չեք գտել, եթե դուք ձեր կոչումը դեռ փնտրում եք, ես բարի լուգրով եմ եկել ձեր համար։ Աստված ձեզ տվել է մեծ կոչում։ Աստված տվել է ձեզ մեծ պաշտոն։ Աստված մեզ բոլորիս տվել է մեծ ծառայություն, դա հաշտության պաշտոնն է։ Սիրելիներ, մենք կանչված ենք հավատքով ապրելու։ Արդարը հավատքով կապրի։ Ինչ է հավատքը։ Հավատքը կատարյալ վստահությունն է Աստծո խոսքին։ Հավատքը դա մեր կողմից չի։ Հավատքը դա ես իմ ծնողներից չեմ ստացել։ Հավատքը Աստված ինքն է դրել մեր մեջ։ Երբ որ խոսում ենք հավատքից, դա այն չի, որ ես զորավոր հավատք ունեմ, ես սաղից ուժեղ հավատք ունեմ։ Այդ հավատքը Աստված շնորհ արել, դրել է մեր մեջ, որ հաղորդակցվենք իր հետ։ Դա այն միջոցն է, որով մենք կարող ենք ապրել, որով մենք կարող ենք կյանքի աղբյուրին կպած լինել եւ ապրել, սիրելիներ։ Արդարը հավատքով կապրի։ Երբ որ 11-րդ գլուխը Եբրայեցիների կարդում եք, գրված է հավատքի հերոսների մասին։ Բայց երբ որ կարդում ենք, ուշադրություն նայեք, բոլոր հերոսներն էլ հավատքով գործեր են գործել։ Հավատքով ընթացք են անցել։ Հավատքը ցուցադրվում է միմիայն գործերով։ Հավատքը դա փիլիսոփայություն չի, որ ես ասեմ, ես իմ հավատքն ունեմ եւ փորձեմ ինչ-որ փիլիսոփայական խոսքերով ցույց տամ, դուք ձեր հավատքը ինչ-որ կերպ ցույց տաք։ Հավատքը միմիայն ցուցադրվում է գործերով։
Հավատքը առանց գործերի մեռածը։ Սուրբ Գիրքն ասում է, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան։ Մեծագույն չարությունը սկսվում է, երբ որ մարդիկ չեն ապրում հավատքով։ Ասում է շատերը վերջին օրերում հավատքից կհեռվանան։ Սա չի խոսում անհավատների մասին։ Սա չի խոսում դրսի ժողովրդի մասին։ Սա խոսում է իր եկեղեցու մասին։ Նրանք, ովքեր որ կանչված էին հավատքով ապրել, նրանք, որ կանչված էին հավատքով շարժվել, որովհետև մենք երևույթով չենք ապրում, մենք ապրում ենք հավատքով։ Արդարը հավատքով կապրի։ Ասում է վերջին օրերին շատերը կթողնեն այդ հավատքը եւ կսկսեն ինչ որ մի բաների հետևից ընկնել։ Չեմ ուզում մանրամասնել, բայց եկեք մեկ բառով ասեմ։ Կսկսեն խարդախված ավետարանով ապրել, խարդախված ավետարան լսել։ Նրա մեջ դա միշտ դարերով եղել է։ Փիլիսոփայություններով լցվել է, հունական փիլիսոփայություններով բարդություններ ա տրվել ավետարանին։ Ավետարանը շատ պարզ ու հասանելի է։ Աստված նենց արել, որ այն ամենացածր, ինտելեկտուալ ցածր մակարդակից մինչև փիլիսոփայական մակարդակի, մինչև գիտական մակարդակի մարդկանց հնարավորություն ա տվել ճանաչեն իրան։ Հնարավորություն ա տվել հաղորդակից լինեն ավետարանին։ Եվ ավետարանին մենք միմիայն կարող ենք կպնել հավատքի միջոցով։ Արդարը հավատքով կապրի։ Իսկ ի՞նչ է նշանակում կհեռվանան։ Կսկսեն ինչ-որ մի երևույթների հավատալ, կսկսեն ինչ-որ մի միֆերի հավատալ։ Սրա համար այս պաշտոն ունենալով ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, խորամանկությամբ չենք վարվում եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերը ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին Աստծո առաջին։ Էլի երրորդ գլխում էլ Պողոս առաքյալն ասում է, որ մենք Կորինթացիներին ուղերձ է աղում, առաջի թղթում ինքը հանդիմանել է, Կորինթացիների եկեղեցին գիտեք ինչ եկեղեցի է, ասում է ձեր մեջ բաներ կա, որ սկի անհավատների կյանքում չենք տեսնում։ Պողոս առաքյալը առաջի թղթում հանդիմանել էր, որ ձեր մեջ այսպիսի բաներ կար եւ շարունակության մեջ երկրորդ թուղթը գրելով ժողովրդին բացատրում է, որ մենք նպատակ չունեմ ես ձեզ Քրիստոսից հեռացնելու։ Իմ ծառայությունը ձեզ Տիրոջ մեջ ուրախության տանելու համար է։ Իրական Աստծո ծառայողները տանում են Աստծո ուրախության մեջ, որ ժողովուրդը Աստծով ուրախանա, Աստծով զորանա։ Եվ շարունակության մեջ մի քանի տեղ շեշտում է, որ մենք խոսքը չենք խարդախում, մենք խոսքը չենք ծռում, այլ մեր սիրտը բաց է, մենք ազնիվ ձեր առջև ենք բերում ավետարանը։ Եվ բերում է 5-րդ գլխում արդեն ինչ որ պետք է իմ քարոզի հիմքում լինի կկարդամ։ 14-րդ խոսքից, երկրորդ Կորինթացիներին 5:14։ Վասնզի Քրիստոսի սերը ստիպում է մեզ, որ սա ենք միտք անում, թե եթե մեկը ամենի տեղ մեռավ, ուրեմն ամենքս մեռած ենք։ Եվ ամենի համար մեռավ, որ կենթանի լինողներս այլևս ոչ թե իրենց անձերի համար կենթանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Ինչքան պարզ է, չէ՞ ավետարանը սիրելիներ։ Ամեն։ Ուրեմն այսուհետև մենք ոչ ոքի չգիտենք մարմնի կողմից, թեև Քրիստոսին էլ գիտենք մարմնի կողմից։ Հիմա այլևս նրան էլ չգիտենք մարմնի կողմից։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր արարած է։ Հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Բայց այդ ամենը Աստվածանից է, որ մեզ իր հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի ձեռով եւ մեզ հաշտության պաշտոնը տվեց։ Ում տվեց։ Մի հատ էլ այդ մեզը բարձր ասա, ում տվեց։ Մեզ պաշտոն է տվել Տերը, մեզ ծառայություն է տվել։ Շրջվի կողքինիդ ասա, գիտես Տերը քեզ պաշտոն է տվել, քեզ Տերը ծառայություն է տվել։ Ուրեմն չկա մեկը, որ չունի ծառայություն։ Աստված մեզ բոլորիս պաշտոն ու ծառայություն է տվել։ Եվ դա հաշտության պաշտոնն է։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսումը աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ նրանց հանցանքները չհամարեց նրանց եւ հաշտության խոսքը մեր մեջ դրեց։
Աստված ինքը նախաձեռնեց։ Աստված ինքը որոշեց, որպեսզի հաշտվի իր ժողովրդի հետ։ Հռոմեացիների թղթում ասում է, երբ որ մենք դեռ թշնամի էինք, Աստված այդ ժամանակ ինքը իր որդուն մեզ համար խաչեց։ Ինքը որոշեց այդ ժամանակ, որ հաշտվի։ Մենք երգեցինք, Տեր դու մարդացար եւ խաչը բարձրացար։ Ավետարանը այնքան պարզ է, թույլ տվեք մի փոքր գնամ ավետարանով։ Ավետարանի հիմքում Հովհաննեսի ավետարանում 3-րդ գլխում ինչ ասում։ 16 համարը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված իր որդին չուղարկեց, որ աշխարհը դատապարտի, այլ որ աշխարհը նրա միջոցով փրկի։ Աստված ինքը նախաձեռնեց, որ իր ժողովրդին հաշտեցնի։ Աստված ստեղծեց ամեն բան, բայց երբ որ մարդը հեռվացավ Աստծուց, առաջին հեռվանալու, մեղք գործելու, վրիպելու պտուղը եղավ դա, որ Կայենը սպանեց Աբելին։ Այսօրվա սպանությունները, պատերազմները, այսօրվա կռիվները հետևանքն են, որ մարդիկ Աստծուց հեռացել են։ Այսօրվա բոլոր խնդիրների հետևանքը դա է, որ մարդիկ Աստծուց հեռացել են։ Եվ եկավ ժամանակ, որ մարդիկ ասեցին՝ ուր է Աստված։ Եթե Աստված կա, կամ ինչ Աստված։ Ստեղծվեցին հազարավոր ուղղություններ, որոնք սկսեցին մերժել Աստծուն, մերժել Աստծո խոսքը, եւ այսօր դարերի մեջ մարդկությունը ծանրության տակ հեծում է։ Մեղքի պատճառով մարդկությունը գնում է դարերով դժոխք։ Բայց Աստված իր սիրո շնորհիվ այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի հաշտեցնի։ Նա տարավ բոլոր ցավերը, տարավ մեր բոլոր մեղքերը։ Ասում մենք նրան նայում ենք որպես Աստծուց զրկված, Աստծուց մի մերժված մեկը, բայց նա մեր խաղաղության պատիժը կրեց։ Նրան ծաղրեցին, թքեցին նրա վրա, խաչի վրա, ասեցին հազար փորձությունների տարան։ Չեմ ուզում ստեղ մանրամասնել, դուք շատ լավ գիտեք, բայց նա մի բան վերջում ասեց. Հայր, ինչպես այսօր Նարեկ եղբայրը հնչեցրեց, ների նրանց։ Ինչի, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Չգիտեն, թե ում են խաչում, մեկին, որ այսօր որոշել է հաշտություն բերի։ Մենք գիտենք, որ քրիստոնյաների կյանքը Քրիստոսին նմանվելն է։ Իմ հետ համաձայն եք, սիրելիներ։ Աստված կանչել է մեծ կոչում է տվել, որ նախ մենք Քրիստոսին նմանվենք։ Մատթեոսի ավետարանն էլ է ասում, որ Մարկոսի 3-րդ գլխում Հիսուսը կանչեց իր աշակերտներին, որ իր հետ լինեն, որ իր մոտ լինեն։ Ձեներ այսօր քարոզչությունները մենակ պարփակված է դրանով, դա շատ կարևոր է, որ մարդը Աստծո մեջ լինի, Աստծո հետ լինի, Աստծով ապրի, բայց դա վերջը չի։ Մարդ պետքա գործի Աստծով։ Քրիստոսը պատկերացրեք եկավ երկրի վրա, ինքը չեկավ, այսօր քարոզչությունների մեջ լսում ես հիմնված է մենակ սրբության վրա։ Առանձնանանք Տիրոջ հետ։ Հիսուսը տենց էր ապրում։ Նա ուներ իր պահը առանձնանալու, համաձայն եք։ Նա ուներ իր պահը առանձին Տիրոջ հետ աղոթների, բայց իր կյանքը, որ նայում ենք, հետազոտում ենք, անընդհատ գնում էր մեղավորների մոտ, անընդհատ գնում էր մարդկանց մոտ, որտեղ ասում են մարդի որդին եկավ ինչ անի, փնտրի եւ կորածը գտնի։ Մենք էլի ուզում ենք Հիսուսին նմանենք։ Մենք ուզում ենք Հիսուսին նմանենք ինչով, մենք էլ մուրուք ունենանք, մենք էլ երկար մազեր ունենանք։ Մենք պետք է նմանվենք նայելով իր կյանքը, ինքը ինչի համար էր եկել։ Քրիստոսին նմանվել նշանակում է նրա նման լինել մարդկանց փրկության միջոց, լինել հաշտության պատգամաբեր, լինել հաշտության խոսքը կրող, ասում է ոչ միայն նրանց հաշտության պաշտոնը տվեց, այլ նաև հաշտության խոսքը նրանց մեջ դրեց։ Պատկերացնում եք Հիսուսը գար մենակ նրա համար, որ երկիր գնար, քիչ լավ ժամանակ անցկացներ աղբերների հետ, գնային ասենք, լավ երկրներ տեսնեին, ես չգիտեմ, մի քարոզիչ այնքան հետաքրքիր ասեց պատկերացեք Հիսուսը այնքան էր իր կոչումի մեջ, այնքան էր ինքը մտածում, որ պիտի եկելա փրկի, այս տեսանկյունից էր ասում, որ ասում է անգամ ամուսնության ժամանակ էլ չկար, չմտածեց ամուսնանալու։ Ասում է, եթե ամուսնանար, կինը չէր թողելու, որ Հիսուսը խաչվեր։
Ինքը նպատակ ուներ հասներ խաչին, հասներ եւ այդ գինը վճարել։ Պատկերացնում եք, եթե մեր ամուսնանար կներեք կանանց մի ամսյակնա սիրում ենք այս ամբիոնից կանանց գեղեցիկ։ Պատկերացնում եք կինը կանգներ ասել, ինչ ես անում Հիսուս, բա մեր երեխեքը, բա մեր մասին, բա չես մտածում ու տենց էլ չգնար, բայց ինքը մի նպատակ ուներ։ Պետքա փրկեմ իմ ժողովրդին։ Ես հիմա չեմ կարողում, որ մենք ընկնենք հիմա դռնեդուր։ Գնանք մենք այտենց, բայց ես ուզում եմ, որ մենք այսուհետև միշտ մտածենք, ես փրկիչ եմ։ Ես ինչ անեմ, իմ նպատակը մեկն է, մարդկանց փրկության տանեմ։ Իմ կոչումը մեկն է, մարդկանց փրկության տանեմ։ Միգուցե ձեզ ներողություն եմ խնդրում, որոշներիդ համար սա պրիմիտիվ է, բայց ուզում եմ պարզ է, ոնց այդ բառը գտնեմ, հասարակ է, բայց սա ավետարանն է։ Ավետարանը ինչով ասես լցվել է, սիրելիներ։ Էլ ես իմ ընտանեկան խորհրդատվությունները, այնպես քարոզություններ են անում, բայց նայում ես ամենաշատ բաժանությունները այդ եկեղեցիներում է։ Այնպես ասենք սրբության քարոզություններ են տանում ու մեկ էլ լսում ես հենց այդ քարոզություն տանող ովները ընկել են շնության մեջ։ Որովհետև ոչ մի բան ինքնանպատակ չի։ Նպատակը մեկն է՝ հաշտության պատգամը, հաշտության խոսքը տանել մարդկանց։ Չկա երկրորդ նպատակ։ Դուք մտածում եք ինչի համար ենք մենք ստեղ մնացել։ Որ փրկվենք, մենք փրկված ենք, սիրելիներ։ Լսում եք։ Եթե կասկածում եք ձեր փրկության վրա, ուրեմն խառնել եք։ Տեր Հիսուսը արդեն իսկ փրկել է ձեզ։ Որովհետև դուք չեք փրկվել ձեր գործելով, մենք չենք փրկվել մեր արդարությամբ, մենք փրկվել ենք Աստծո շնորհքի միջոցով։ Նա ընտրեց մեզ, դարձրեց իր սեփականությունը, որ տանի հավիտենության մեջ իր հետ ապրելու։ Համաձայն եք, սիրելիներ, սա անբեկանելի է, դու ընտրված ես, եք փառտանք Տիրոջը սրա համար։ Այսօր իսկապես կարիք կա, որ նորից եկեղեցին վերադառնա հավատքի գործերին։ Երբ որ ասում եկեղեցի, ես ընդհանուր եկեղեցիների հետ շփվող մարդ եմ։ Սա խոսում եմ ոչ թե միայն մեզ, թեև նաև մեզ էլ վերաբերվող բաներ կան, կարծում եմ։ Կներեք համարձակությունս երևի չի երիքում ասեմ, որ մեզ է վերաբերում, բայց նաև ընդհանուրին է վերաբերում։ Մենք իրապես կարիք ունենք նորից վերադառնալու ավետարանի հիմքերին։ Մեր աշխատանքը ինքնանպատակ չի։ Ես ուզում եմ այս ամբիոնից ասել մեր երիտասարդներին, իմ երիտասարդներին, մեր երեխաներին։ Դուք կարաք հաղթող մարդիկ լինեք, դուք հզոր մարդիկ կարաք լինեք, հզոր մասնագետներ կարաք լինեք, կարաք ուժեղ ծրագրավորողներ լինեք, կարաք ուժեղ ուսուցիչներ լինեք, կարաք ուժեղ թարգմանիչներ լինեք, բայց սա ինքնանպատակ չի, սիրելիներ։ Ամեն բանի հիմքում դուք դառնում եք դա, որպեսզի մարդկանց տանեք փրկության։ Լսում եք, սիրելիներ, մենք նոր արարածներ ենք։ Սուրբ Գիրքն ասում է մեկը, որ Հիսուս Քրիստոսում է, նա նոր արարած է։ Ես ու դու նոր արարած ենք։ Նոր արարածը կմտածի այսպես, կմտածի հաշտության մասին, կմտածի հավատքով ապրելու։ Այ հավատքից հեռանալը դա է։ Մարդիկ փնտրում են եկեղեցիներից եկեղեցի, ինչ այսօր կխոսան իմ մասին, ինչ օրհնություն ունեմ ես, ինչ բժշկություն ունեմ ես։ Սիրելիներ, սրանք երկրորդական բաներ են։ Տերն ասեց, նախ փնտրեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած ամեն բաները ինչ կլինի, կտրվի ձեզ։ Մեր քարոզչությունը շեղվեց նրանով, որ հենց մենք սկսեցինք մնացած բաների մասին քարոզել, քանց որ քարոզել երկնքի արքային փնտրել։ Փնտրել արքային եւ ապրել նրա պես, որ նա ուզում է։ Նրա սիրտը մարդկանց հետ է։ Նրա սիրտը իմ ու քո հետ է, սիրելիներ։ Եթե նայում ես մեր կյանքը մենք ինչի մեջ էինք ապրում, հիմա ինչքան մարդիկ կան, որ այդպիսի կյանքով են ապրում, ինչքան մարդիկ կան, որ ավելի վատ կյանքի մեջ են։ Հիմա եկեղեցին դարձել է նենց, որ այդ մարդկանց նայում է, ոնց որ վայ, ես ինչ կեղտոտ պաձեզ դա։ Նայում է այդ մարդկանց, վայ, սրանց վրից հոտ է գալի, բայց մեր վրայից էլ էր այդ մեղքի հոտը գալիս։ Աստված այցելեց մեզ, սիրելիներ, ես մի օր նստած մտածում եմ ու իմ մտքիս մեջ եկավ շատ ահավոր վիճակում էի մեղավոր կյանքի մեջ, ու ասի Տեր Աստված, սենց հարց տվեց, ասի դու ինձ սիրում էիր, ընենց ներկայություն իջավ ու ինձ գրկեց, ասեց ես քեզ սիրում եմ։ Ես շոկ եմ, ես մտածում եմ, ասում եմ, կդառնամ հիմա 55 եմ լինում, 50 տարեկան,
սաղ կթարգեմ, այդ գումարով կարդ խաղալն էլ կթարգեմ, վերջը ամեն ինչը կթարգեմ, նոր կդառնամ, խելոք անամ, կարգին մարդ կդառնամ։ Բայց Աստված այդպես չէր որոշել։ Շատ հետաքրքիր քարոզչություն լսեցինք, որ մեր անցյալի Տերն էլ է ինքը։ Ինքը ընենց որոշեց մեզի ինչ մանկապարտեզ տանեն, ինչ դպրոց տանեն, որտեղ ինչ ինստիտուտ տանեն, որ բերի հասցնի այդ կետին, որ մենք ասենք Տեր Աստված, ես մեղավոր եմ։ Ձեր կյանքում հուսով եմ ամեն մեկը ունեցել եք այդ կետը, որ կանգնել եք եւ ասել եք Տեր, կներես ինձ։ Ների իմ մեղքերը։ Բոլորը եթե ունեցել եք, ես ողջունում եմ ձեզ, փառք եմ տալիս Տիրոջը ձեր համար, ուրեմն դուք վերստին ծնվել եք, դա ձեր այն օրն է եղել, որ դուք դարձաք նոր մարդ, ընդունեցիք Տիրոջ շնորհը եւ վերստին կյանք ունեցաք, փառք Տիրոջը, որովհետեւ Աստված ինքը որոշեց Քրիստոսում աշխարհը հաշտեցնի իրեն հետ եւ նրանց հանցանքները չհամարեց նրանց։ Սա մեր քարոզչությունն է։ Աստված մեր մեղքերը չի համարում մեզ։ Սերներ, ոչ մի կերպ, ինչ էլ ուզում է մեր կյանքում լինի, Աստված մեզ ներել է, լսում եք։ Աստված քեզ ներում է։ Այսօր մարդիկ ընկել են փիլիսոփայությունների հետևից, հիմա կկորցնենք մեր փրկությունը, թե չենք կորցնի մեր փրկությունը։ Քանի Տիրոջ հետ ենք, ո՞նց կարանք մենք մեր փրկությունը կորցնենք, սիրելիներ։ Բայց մեր Տիրոջ հետ լինելը միմիայն երևում է գործերի միջոցով։ Այն Տերը, որ եկել է մեր կյանքը, դա մեր մեջ արտահայտում է գործերի միջոցով։ Սուրբ Գիրքն ասում է Աբրահամը ոչ թե գործերից արդարացավ, այլ հավատքով արդարացավ։ Հավատաց, վստահեց Աստծո խոստումին եւ Աստված նրան արդար շնորհեց, արդարություն շնորհեց։ Բայց այդ արդարությունը Աբրահամին ինչ արեց։ Ինքը մեկուսացավ մի հատ սարի վրա եւ սկսեց եղբայրների այդ սրբություն կա, չէ՞, եղբայրներ կան, որոնք առանձնանում են, ներքինի դարձավ, թե սկսեց ապրել արդեն Աստծո հետ։ Սկսեց իր գործերով ցույց տալ, որ ինքը հանդիպել է Տիրոջը։ Իմ հորդորն է մեզ բոլորիս, որ մենք մեր գործերով պետք է ցույց տանք, որ մենք պաշտում ենք Տիրոջը։ Իսկ դա սրանով է երևում. հաշտության պատգամաբերներ, հաշտության պատգամախոսներ։ Տերը ձեզ կանչել է։ Եկեք ոտքի կանգնենք։